Այս շաբաթ Երևանում էր, ինչպես գովազդում էր հնչում մեր ժամանակների ամենառոմանտիկ դաշնակահարը Ռիչարդ Կլայդերմանը։ Ի սկզբանե լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իմպրովիզացիաներ այս անգամ չեն լինելու։ 1200-ից ավելի երաժշտական կոմպոզիցիա եւ 100-ից ավելի ձայնասկավառակ թողարկած կոմպոզիտորը փոխարենը խոստացավ հաջորդ երևանյան համերգին ներկայանալ հայկական կատարումով։ Ով է Կլայդերմանը եւ ինչու է ամենառոմանտիկը։ Post-factum-ը ներկայացնում է կոմպոզիտորի բացառիկ մոնոլոգը։ Տասներկու տարեկանից կոնսերվատորիայի սան էի, հորս շնորհիվ նա մանկավարժ էր, դաշնամուրի ուսուցիչ։ Տանը դաշնամուր կար, բնական կերպով ես ուղղվեցի դեպի այդ գործիքը, որիցս ստացա առաջին դասերը։ Առհասարակ ծնողներս մեծ ազդեցություն են ունեցել իմ կայացման վրա։ Առաջին բեկումնային իրադարձությունն իմ կյանքում այն էր, որ ես հանդիպեցի պրոդյուսերիս։ Նրա խորհրդով փոխեցի անուն ազգանունս, ծնողներս ինձ տվել էին Ֆիլիպ Պաժես անունը։ Պրոդյուսերս չէր սիրում այն, մտածում էր, որ Պաժեսը դժվար է արտասանել։ Իմ նախնիների մեջ եղել է Կլայդերման ազգանունը, Ֆիլիպ Կլայդերմանը նույնպես դուր չէր գալիս։ Եվ նա կնքեց ինձ Ռիշար անունով, մտածելով, որ այդպես հաստատ հաջողության կհասնեմ Ֆրանսիայում։ Այնինչ հաջողություն ունեցա ամբողջ աշխարհում, առաջին միջազգային համերգը տվեցի Վիեննայում, Ավստրիայում։ Այստեղից ամեն ինչ սկսվեց, սև ու սպիտակ ստեղնաշարն ինձ հասցրեց մինչև Հարավային Ամերիկա, Ասիա, արդեն 40 տարի բեմին եմ։ Ուրախ եմ, որ համերգային շրջագայությունս ինձ բերեց նաև այստեղ, երկրորդ անգամ հնարավորություն ունեցա նվագել Երևանի համար։ Շատերը քննադատաբար իմ երաժշտությունը անվանում են փոփ կլասիկա, բայց դա մի երաժշտություն է, որը ես սիրում եմ, որը հաճույքով եմ նվագում։ Ես չեմ ամաչում իմ երաժշտությունից, գիտեք, բազմաթիվ դասական երաժիշտներ կան, որ աստվածային երաժշտություն են նվագում, բայց շատ քչերին է հաջողվել անուն ունենալ։ Իսկ փոփը ավելի հեշտացնում է գործը, բնավ չնվազեցնելով որակը։ Բնական է ու հասկանալի, որ դասական երաժշտության սիրահարները չեն գնահատի իմ երաժշտությունը։ Հիմնական խնդիրն այն է, որ ես կարողացել եմ միլիոնավոր դիսկեր վաճառել։ Ռոմանսը այն է, ինչ մեզ պետք է, մենք ունենք այդ երաժշտության կարիքը, երաժշտություն, որը հուզում է մարդկանց սրտերը։ Իրոք հեշտ չէ սիրած գործով փող աշխատելը, մի քիչ հաջողություն է պետք ունենալ։ Հույս ունեմ հաջորդ այցիս ավելի շատ ժամանակ ունենամ, որպեսզի շրջեմ ձեր գեղեցիկ երկրով։ Շատ դժվար է համերգից հետո մի քիչ ժամանակ գտնել երկիրը վայելելու համար։ Բացի այդ, խոստացել եմ երևանյան մյուս համերգին հայկական կատարում ունենալ ռեպերտուարում։